Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Իմիջայլոց անհրաժեշտությունը լինի։ Ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ, այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախորդ անգամ շուրջ 1 տասնյակ գործընկերներ, այդ թվում դուք, հարգելի Ռոզա, իրավունք ունեցաք խաղ հնչեցնելու ժամանակի սղությամբ։ Նախորդ անգամ շուրջ 1 տասնյակ գործընկերներ, այդ թվում դուք, հարգելի Ռոզա, իրավունք ունեցաք խաղ հնչեցնելու ժամանակի սղության պատճառով։ Ասուլիսը տևելու է 1 ժամ։ Այնպես որ երբ որ ձեր հարցը հնչում է, որևէ մեկը չի միջամտում։ Խնդրում եմ դուք էլ ունեք եք։ Շնորհակալ եմ։ Այլևս փախել ճողոպրել են, այդ թվում, ընդ որում 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ բանի այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն եւ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետև իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն։ Չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետք է պարզաբանվի, եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն նա, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։